Ինչ եք կարծում, Էջմիածնի ընտրությունների ժամանակ ՔՊԱ-ականները կգրոհեն Վեհարանը։ Այ չեմ կարծում ոչ մի բան, որովհետև Էջմիածնից գաղափար չունեմ։ Ընտրություններից էլ։ Շատ հնարավոր է։ Ինչ եք հետևում։ Ամբողջ ոստիկանությունը գրավել է, ժողովրդին ո՞ր բանի տեղ դնում։ Ինչի՞ չպետք է գրոհեն։ Իրենք են ասում այդ մասին։ Ուզում են Շատ հիմա մի մաքրել։ բան ասեց, բայց ինչի՞ պիտի գրոհեն։ Ումից մաքրեն։ Ասեք կհասնա։ Ումից մաքրեն։ Կաթողիկոսը եւ վարդապետները որ խախտել են եկեղեցիական օրենքները, պետք է հեռանան։ Իրավունք չունեն։ Դուք համաձայն եք թե չէ։ Եկեք ես չասեմ։ Որ խախտում է օրենքը, պետք է իջնի Գրիգոր Լուսավորչի զնդանը։ Եթե նույնիսկ խախտել են, ենթադրենք հոգեվորական իրավունք ունեն պետությունը։ Այո։ Դա սահմանադրությամբ խախտում է իրավունքները։ Բոլորն էլ Հայաստանի քաղաքացի են, ճիշտ է։ Բոլորն ունեն Հայաստանի սահմանադրությամբ խախտում է իրավունք։ Հարցին եք տալի, ոչ մի սահմանադրություն խախտել չկա։ Հայաստանի Հանրապետության ծնված մեծացած քաղաքացին միջև մահը դառնում է կապ չունի պաշտոն գրավում է։ Վարչապետ լինես, նախարար, թե կաթողիկոս։ Ինչ քաղաքացի չի, անձնագիր հայկական քաղաքացիական չի, թե ռուսականը։ Ավելի ռուսականը, կներեք։ Իրանք արդեն սկսել են։ Չունեմ կարծիք այս պահին այդ թեմայով, հույս ունեմ, որ այդպիսի սրբապղծության չեն գնա, ավելի բարձր կգտնվեն, թեև դժվար է հուսալ։ Բայց խոսում են անընդհատ այդ մասին, հենց Նիկոլ Փաշինյանները խոսում։ Թող վախենան սրբավայրի վրա հարձակվելուց։ Չեմ կարծում, որ կգրոհեն։ Ինչ եք հետևում։ Այդպես եմ կարծում։ Բայց խոսում են Վեհարանը մաքրելու, ազատագրելու մասին, հենց Նիկոլ Փաշինյանն է։ Նիկոլ Փաշինյանը մեզ էլ կազատագրի ստեղից։ Ճիշտ էլ կանեն, դրանց ապշե վերացնել է։ Միանշանակ։ Ինչ եք հետևում։ Երկես իրավիճակից ելնելով էլի։ Ինչ կա իրանց ձեռն է։